Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ինչպես մարզերի, այնպես էլ քաղաքամայր Երևանի բնակիչների հետ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն այս անգամ նոր վարչական շրջանում է, մասնակցելու Բորյան 2 կոտորակ 3 հասցեում գտնվող գրասենյակի բացմանը։ Այստեղ եւս բնակիչների ընդունելությունը ջերմ է։ Միշտ հավանել, սիրել, հարգել եմ ձեր գործունեությունը նամանավանդ սպորտին նվիրված։ Ես նախկինում սպորտսմեն եմ եղել, այդքան որ դուք եք նվիրված, բարերար, պատրաստ եմ երկու ձեռքով ձայն տալ ձեզ։ Շատ սիրում եւ հարգում եմ ձեզ, իմ անունն էլ է Ռոզա Դեր Մայրիկի անունից այնպես որ առողջություն ձեզ, հաջողություն ձեր գործերին։ Հարգելի ժողովուրդ, եկել եմ ձեզ հետ հանդիպելու, խոսելու, ասելու, ինչ հարցեր ունեք կարող եք ինձ տալ, որ անկեղծ բարձ ձեր հարցերին պատասխանեմ։ Հայաստանի ամբողջ տարածքով շրջող Գագիկ Ծառուկյանին ամենաշատը ժողովրդի խեղճությունն է ցավ պատճառում։ Պատերազմում կրած պարտությունից հետո մարդիկ տխուր են, անորոշության մեջ։ Իմ նպատակը մարդկանց դեմքին նորից ժպիտ տեսնելն է, վաղվա օրվա հանդեպ հույս արթնացնելը, ասում է ԲՀԿ ղեկավարը։ Իմ ուզածը, որ մենք այդ խեղճությունից դուրս գանք։ Այսօր ազգովի աշխարհով մեկ խեղճացած, պարտված երբեք չի եղել այս վիճակը։ Ամեն ինչ հնարավոր է։ Այսօր ոչ մի մարդ, ոչ մի կուսակցության մենակ չի կարանի։ Պետք է ազգովի համախմբվեն, ինչքան բանի մած, խելացած մարդիկա մեծամասնությունը երկրից գնացել են։ Պետք է բերենք, խնդրենք, հնարավորություն տանք, որ մարդիկ կարողանան կազմակերպել, աշխատել, ժողովրդի մատից փուշ անել, մարդկանց հնարավորություն տալ, բոլորն էլ ուզում են աշխատեն, ստեղծեն իրենց ընտանիքը բարեկեցիկ պահեն։ Գագիկ Ծառուկյանը պնդում է, երկրի առաջ ծառացած խնդիրների բուն պատճառը կառավարման համակարգի անարդյունավետությունն է, ոչ պրոֆեսիոնալ կադրերը։ Պետական օղակներում պետք է փորձառու, գործից հասկացող մարդիկ լինեն։ 5 նախարարություն միավորել են իրաց՝ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ։ Այսինքն մի մարդը մի նախարարություն կարող է աշխատացնի, 5 հատ էլ միավորում են։ Կամ գյուղատնտեսության նախարարությունը փակել է։ Գյուղացիները ոչ հող են մշակում, ոչ ձեռ մեկնող կա, ոչ սերմ տվող կա, ոչ պարարտանոց։ Ժողովրդին կերակրում է գյուղացին, այնտեղ բերք ու բարիք է ստեղծում, հիմա ամեն ինչը թանկություն է եղել։ Կամ թոշակառուն դրած 40,000 դրամով պետք է ֆոկուս չի կա, կարենա ապրի։ Գազը վճարի, գույքը արկա, հոսանքը, հələ մի հատ էլ կարողանա սնվի։ Ես նորից եմ ասում, պետք է մտածող լինի, հասկացող լինի, սրտացավ մարդ, ով փորձ ունի կազմակերպի։ Դրա համար ես իմ թիմակիցներին ասել եմ, հատ մարդկանց հետ շփվեք, մարդկանց լսեք, իրենց խնդիրներն ու խնդիրները մենք մեր մասնագետներով դրա լուծումները տանք։ Այսօր չլուծվող խնդիր չկա, ժողովուրդ։ Ցանկություն է պետք։ Ցանկություն է պետք, հետո փորձ է պետք, որ մարդը կարողանա դա անել։ Իմ ցանկությունն է եղել միշտ, որ կարողանամ օգտակար լինեմ, ամեն ինչի ես իզնով այս երկում կայացել եմ, արել եմ, ինչ որ կարողացել եմ, ինչ որ ցանկացել եմ։ ԲՀԿ ղեկավարը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տաքսիստների նկատմամբ կիրառվող բալային համակարգը եւ տուգանքների հարցը։ Աղոտից ուշ երեկո մեքենա վարող եւ ընտանիք պահող տաքսիստի համար պետք է գործի ոչ թե 13, այլ առնվազն 30 բալանոց համակարգ։ Մենորը մոռացել են, ինձ ասում են, որ տաքսիստը եթե այսօր տաքսի է քշում, դե մեծամասնությունը կարող է դասախոսա, արվեստագետը կրթություն ունեցող մարդը, բայց տունը չի կարող, բայ տաքսի է քշում, եղբայր, որ իր ընտանիքի հացապովի։ Սովորական մարդու համար 12 բալ է։ Բայց եղբայր, սովորական մարդը գնաց գործեկա, բայց տաքսիստը օրը 18 ժամ քշում է, որ կարողանա իր ընտանիքի հացը հասցնի։ Եթե դու սարքեցիր 12, մարդը պրավանել ձեռից առար։ Այդ մարդը ո՞նց է ապրելու։ Էլ ինչ ապրուց չունի, լավ ինչ անի։ Թողի գնա, բացի դա տարեկան 55,000 մարդ պրավի համար դատվածություն աստանում, երևի տեղյակ չեք, որ այդ հոդված, դատվածություն, որ դու հանցագործ ես։ Ախպեր ամոթ ով այդ օրենքը գրել։ Մարդը չի կարան տուվի գործի արտասահման կառույցներում։ Չի կարա վիզա ստանալ։ Դա ինչ որ պրավի հարցը թող մնա, բայց մարդուն դատվածություն չի կարելի ենթարկել։ Շատ հարցեր կան, ժողովուրդ, որը պետք է վերանայվի։ Առաջիկա համապետական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Պետք է անտարբեր չգտնվել, գնալ ու մասնակցել քվեարկությանը։ Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս վստահել այն մարդկանց, որի գործունեությանը ծանոթ են, գիտեն անցած ճանապարհը։ Ես ամեն ինչ ունեմ աշխատող ընտանիքից, պետական պաշտոնի չեմ եղել, բոլորն էլ գիտեն, առաջի 100,000-ը ոնց եմ ստեղծել, ոնց է 100,000, 200, 500 եւ ավելացել։ Եվ միշտ փայաբաժին հանել եմ, որ ասում եմ, ինչքան դու ճիշտ ես վերաբերում, այնքան քեզ Աստված ավելի շատ է տալիս։ Մարդիկ 50 տարեկան մարդիկ են կյանքում պետական պաշտոնի չի եղել, ոչ մի բան չի կազմակերպել, իմ այսօր եկել է նախարար աշխատում։
Այն մարտել 20 տարի վարչության պետ է եղել աշխատել, ասում է դիում գրի գնա, մերոնք եկել են։ Պետք է մոտեցում լինի։ Մարդը պետք է պատասխանատվություն ունենա, դուք էլ ճիշտ ընտրություն պետք է կատարեք, ժողովուրդ։ Դաժե ասել եմ, ես վարչապետ չեմ ուզում, հրաժարվում եմ, այլ պետք է լինի ապագայի վարչապետը, որ չասեն Ծառուկյան ընկելա փողոց, ասում է, որ ինքը դառնա վարչապետ։ Ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Իսկ դա հնարավոր է։ Ոնց որ ես չեմպիոնին չուղարկեմ մրցման, որողորս տղին ուղարկել։ Ով կարա չեմպիոն դառնա, նրան պետք է ուղարկել։ Ով կարա ծանրությունը վերցնի, ծանրություն վերցողը պետք է փորձ ունենա, կյանքում աշխատած լինի, գնահատող լինի, կապեր ունենա, ճանաչում ունենա, խոսք ունենա։ Հարցեր ունեք, տվեք պատասխանը։ Արդեն իր գործով վարչապետա դուք Ես նորից եմ ասում, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ձեր բարերարությամբ, ձեր նվիրվածությամբ այդքան արցախցիներին, այդքան սպորտսմեններին։ Շնորհակալ եմ։ Քարքին մարդ ես, ես նորից եմ ասում, ցանկացած մարդ կարիք ունի գնահատականի վերաբերմունքի։ Ես տեսնում եմ ժողովրդի ջերմությունը, հավատքը, ոնց որ ավելի պարտավորված ես գնում, որ ավելի լավ բան անես։ Իրական կյանքում դա մնում։ Փողի չափսը չի, կարևորը գործն է, լավ գործունեությունն է, որ մարդիկ հիանան, մարդիկ գոլ լինեն, ասա հալալ այդ մարդուն, որ ասեց արեց։ Կտակ ձայնել գոհեմ, չտակել էլի, ես է Ծառուկյանն եմ, խնդիր չկա։ Հարգե սիրել ենք ու սիրել Ես է ցավը տանեմ։ Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը եւս Գագիկ Ծառուկյանը խոսում է Հիսուս Քրիստոսի արձանի մասին։ Այն պետք է դառնա հայ ժողովրդի վերածննդի, տոկունության եւ արժանապատվության վերականգնման խորհրդանիշ։ Հիսուսի արձանն եմ կառուցում, որ մեր հայ ժողովուրդը աշխարհով մեկ ասելու բան ունենա։ Այսօր ոչ մեկս ասելու բան չունենք։ Ինչ ունենք կորցրել ենք։ Գոնե ասես աշխարհի առաջին քրիստոնեազն ենք։ Եկեք տեսեք։ Ու ասու կամո կառուցումը ամենահզորը, ամենակարողը, ամենան 101 մետր բարձրությամբ իր թանգարանով, պատմությունով մենք ժողովուրդ չենք կարող մեր եղած աշխարհի ներկայացնենք։ Ուրիշները իրանց չեղած բանը մեզից գողանում սարքում են իրանցը, մենք մեր եղածը չենք կարող նել։ Այո, Նոյան տապանն էլ հիմա եթե կառուցեցինք ամբողջ աշխարհը գալու է նայելու։ Գալացողը Երևանում 10 օր մնալու է, Սևանել է գնալու, ջերմուկել է գնալու, ռեստորանել է գնալու, կաֆել է գնալու, տաքսիստել է գումար աշխատելու, բոլորն են։ Հələ տեսնելով որ շարժը լավ է, գալու են գործել դնեն, գալու են հյուրանոցել կառուցել, գալու են ռեստորանել դնեն։ Բոլորն էլ գործ են ունենալ ժողովուրդ։ Երկու հատ էլ թողպետությունը խոշոր ներդրումային ծրագիր է կնած։ Աշխուժություն էլ կլի, մարդկանց դեմքին ժպիտ կլի, գնացածներն էլ հետ կվերադառնան։ ԲՀԿ ղեկավարը համակիրների հետ զրույցը շարունակում է նորաբաց գրասենյակի ներսում, լինել մշտական կապի մեջ համայնքի բնակիչների հետ, ընդունել եւ լսել յուրաքանչյուրին, գույքագրել բարձրացված խնդիրները։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականն է։ Ամենակարևորը ժողովրդի չփրեք, հարցրեք, խնդիրը, խնդրեմը ու հիմնականում ներկայացնել, որ մենք դրանդություններ անենք, ծրագրի մեջ գրանցենք։ Ծրագիրը հիմնականում կազմած է, բայց կարող է մի քանի կետ էլ ավելացնենք, որ դու շփվեք բոլորի հետ, խնդիրն ու խնդրեմը լսեք։ Դրանք հիմնականում գրեք, նշեք, փոխանցեք կենտրոնական գրասենյակ, մենք դրանդությունները կարգավորենք։ Կուսակցության տարածքային պատասխանատուները Գագիկ Ծառուկյանին փոխանցում են բնակիչների խնդրանքը։ Մարդիկ ձեզ մի խնդրանք ունեն։ Քանի որ չգիտենք ով է լինելու ձեր կողմից առաջադրված տեխնացուն, արդիկ ասում են պարոն Ծառուկյանին փոխանցեք, ով որ կլինի այս վատ, այս արհեստական ստեղծված մթնոլորտը առաջնահերթ թող փոխի։ Այս որ մարդկանց մեջ ատելություն են մցրել, սարքել են արցախցի, հայաստանցի, դրսի հայ, ներսի հայ, այս են խնդրում պարոն Ծառուկյան։ Հնարավորություն թող տան պահանջեն, այո, իմ ասածը որ այդ չարությունը, չկամությունը, իրար հետ չխոսելը դա լավ բան չի։ Թողան վերև մայիսի 4-ից 5-ից հետո Հիսուսի արձանի մոտ բարձրանալով ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ աղոթքը շուրթերին բարձրանման նպատակապահ խաղաղության, զարգացման, բարեկեցության համար։ Ու սա դրեք մի կողմ։ Տեղի բնակիչներին եւս հետաքրքրում է, թե ով է լինելու Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն եւ երբ է հայտարարվելու նրա անունը։ Ով կարանի նայ անելու եղբայր։ Ոչ վերեցի մեկի առաջ պարտավորություն ունեմ, որ դու արի, պետք է դու լինես վարչապետ կամ դու չկա տես բան։ 4 հոգի են, շուտով անուններն էլ կասեմ։
ում ժողովուրդ ավելի շատ ընդունեց ու մանավանդ այդ վստահությունը որ կա չի կարող պատահին այս մարդ դնենք որ ժողովուրդ ասի թե Սարոկյան ասեց այս ինչ արեց անեց մարդ որ բոլորի սրտով կլինի որ փորձը կունենա պատրաստված կլինի այսօր ապագայի վարչապետը ճիշտ ձևակերպում անի ճիշտ աշխատացնի ճիշտ կազմակերպի որ բոլորն էլ գոլի օրի ամեն ինչ դժվարի է ամեն ինչ դեռ կորցած չի ամեն ինչ արժևումը հայ ժողովուրդը ավելի ծանր պայմաններում է եղել բայց կարողացել է այդ վիճակից դուրս գալ պետք է ճիշտ ղեկավարում ճիշտ կազմակերպում ճիշտ մարդիկ ճիշտ գործի վրա լինեն այն հացը պետք է հաստուխին տաս սվարչիկը բժիշկ չի կաշխատի բժիշկն էլ հաստուխ չի կարող աշխատի ամեն մարդ իր գործով ամենալավը պետք է լինի Ինչպես ամենուր, այստեղ եւս մարդիկ խաղաղություն են ուզում, որ հանգիստ լինեն իրենց երեխաների ապագայի համար։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է Հայաստանին սպասվող վերահասաղետի ու փորձությունների մասին դեռ 2020 թվականին էր ահազանգել։ Կարևորը հայրենիք չկորցնել, ոնց մենք ենք կորցրել։ Մի բան ասեմ, 20 թվականի հունիսի 5-ին կհիշեք դուք թե չհիշեք որ Ծառուկյանը նիստ հրավիրեց ասեց ժողովուրդ ջան մինչև 4 ամիս մենք Արցախը կորցնել ենք պատերազմա լինելու զոհեր ենք տալու հանձնելու ենք շրջափակումա լինելու սովա լինելու ոչ ընդդիմությունը ոչ իշխանությունը իմ ասածը բանի տեղ չդրեց Ծառուկյանը ինչ էր ասում անցել է 4 ամիս հունիս հուլիս օգոստոս սեպտեմբեր Սեպտեմբերի 20-ին պատերազմը եղավ, այո, եղավ, շրջափակումը եղավ, սովը եղավ, լսել է պետք է ձեր ծավը տանը, ասեցի հարկավոր է քայլ կատարել 4 ամիս հետո կորցնելու ենք, հիմա նորից ասում են, որ ամենակարևորը ամեն ինչ դեռ կորցած չի, կարող են կազմակերպել, այս վիճակից դուրս գալ Վստահելի չէ նաև այսօրվա իշխանության բերած խաղաղությունը, այն պետք է դաշնակից եւ գործընկեր պետությունների կողմից երաշխավորված լինի։ Ասում են խաղաղություն ենք բերել, ժողովուրդ խաղաղությունը մի հատ թուղթ, փեչատ, գրածով խախտի, այսքան պետք է վճարի խախտողը։ Կարող է սեպտեմբերին պատերազմ լինի, մի հատ բան չկատարես 300,000 պետք է ադրբեջանցի գա Հայաստանում բնակվի, սահմանություն պետք է փոխվի։ Այսօր ռիսկ չեն անում Մասիս Սարին նայեն, ցեղասպանությունից չեն խոսում, բայց մենք մեր անցյալը կարանք մոռանալ։ Գերմանիան ընդունեց հրյաների ցեղասպանություն։ Նույնը թող Թուրքիան ընդունի, այդ ժամանակ ուրիշ բան նստենք խոսենք։ Մենք մեր անցյալը չենք կարող մոռանալ։ Անցյալ մոռացողը ապագա չի կարող։ Չնայած բոլոր խնդիրներին Գագիկ Ծառուկյանը լավատես է, ասում է ամեն ինչ դեպի լավը փոխելու հնարավորություն դեռ կա, միայն թե պետք է անտարբեր չգտնվել, քայլ կատարել։ Հայ ժողովուրդը ունի լավ առաջնորդի, հզոր առաջնորդի կարիք եւ բոլորս կվկայենք նրա մասին, որ պարոն Ծառուկյանը բազմիցս իր աշխատանքով, իր նվիրվածությամբ կկարողանա մեր հայ ազգին հանի այս սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի միջից։ Հավատարիմ ու նվիրված կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին։ Ու վստահ ենք, որ լավ կլինի ամեն ինչ։ Ինքը բամոր ընտանիքից է դուրս եկել ու իրա չարչարանքը, իրան ապաշխարանքը ինքը կարողանում է զրոյից ստեղծել ամեն ինչ։ Ինքը աշխարհի շատ մարդկանց հետ կապեր ունի, շրջապատ ունի, ամենակարևորը դա է։ Պարոն Ծառուկյանին ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ Հայաստանում, նաև Սփյուռքում, նաև այլ երկրներում շատ ջերմ են ընդունում եւ սա նորություն չէր, որ նոր-նորքի վարչական շրջանը այսպիսի ջերմությամբ պետք է դիմավորի պարոն Ծառուկյանին։ Նախ եւ առաջ մենք պարոն Ծառուկյանի ծրագրերին բոլորին անխտիր կողմ ենք, քանի որ դա բխում է հասարակության շահերից։ Նա լսում է, ժողովրդի խնդիրներից տեղյակ է, շատերս գիտենք ու կփաստենք, որ օգնում է շատերին, ունի լավ ուժեղ թիմ, որը կարծում եմ շատ օգտակար կլինի ժողովրդին։ Ամենից կարևորն է մեր երկրում խաղաղությունը։ Ես օրինակ մեկը անցել եմ պատերազմի ճամփեն, 12 տարուց ավել ծառայել եմ եւ ամենից սարսափելի բանն է պատերազմը։ Պարոն Ծառուկյանը իմ կարծիքով այն մարդն է, որը որ մեր ժողովրդին կհանի այդ պատերազմական իրավիճակից եւ կբերի խաղաղություն։ Ստեցություն։
Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան,